Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է, ես տաղավարում կաշխատեմ և կներկայացնեմ նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները, քանի որ մի շարք կետերով մենք արդեն տարվա ավարտին ու նոր տարվա ոնց որ մեկնարկին ենք հասնում, այդ առումով բազմաթիվ հետաքրքիր նյութեր կան խոսելու, ամփոփելու տեսանկյունից և պետք է սկսենք թերևս հայկական ակումբային ֆուտբոլի համար շատ կարևոր իրադարձությունից, այն է ՆՕԱ-ի կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին հանդիպումից ընդդեմ մի թիմի, որը տասնամյակների պատմություն ունի հայկական հիմնական լեգենդար թիմի հետ, Արարատի հետ հակամարտությունների, առհասարակ Կիևի Դինամոյի հետ ամեն խաղ սպասված է եղել տասնամյակներ առաջ, դեռևս Խորհրդային Միության տարիներին, իսկ հիմա արդեն նորանկախ Հայաստանի պայմաններում վերջապես Եվրոակումբային մրցաշարի սենց հիմնական փուլում մենք նրանց հետ կրկին խաղալու, մրցակցելու հնարավորությունն ու առիթ էինք ստացել, այնպես որ այդ հանդիպման մասին, այդ հանդիպմանը նախորդած, այդ հանդիպման ընթացքում նաև հաջորդիվ, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան և թե դա ինչ է մեզ տալիս արդյունքում, կարճ ասած թեմաների պակաս չի լինի, միանգամից սկսենք հենց ՆՕԱ-ի 6-րդ տուրի հանդիպմամբ։ Այսպիսով, UEFA կոնֆերենցիաների լիգա խմբային հիմնական լիգայի փուլ, ինչպես ընդունված է ասել, և այստեղ ՆՕԱ-ի մրցակիցը վերջին 6-րդ տուրում արդեն Դինամո Կիևն էր։ Կիևի Դինամոն, դինամոյականները ինչպես ընդունված է եղել, երկար տևական տասնամյակներ շարունակ նրանց անվանել, հաղորդման մեկնաբանն էլ իմ գործընկերները պարբերաբար հիշատակում ու հիշում էին այդ թեման, թե ինչ կարևոր բեքգրաունդ կա այս խաղի շուրջ, այդ ակումբի շուրջ, առհասարակ մենք հասցրել ենք նաև հանդիպել ԱՊՀ երկրների գավաթի շրջանակներում մեր ակումբները խաղացել են Դինամո Կիևի հետ և եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, անգամ Եվրոակումբային մրցաշարերից մեկի որակավորման փուլում ենք տասնամյակներ առաջ, բայց արդեն անկախ Հայաստանի պայմաններում հանդիպել, Դինամո Կիևը միշտ իր մակարդակը պահել է, մրցակցությունից դուրս է եղել է հանդիպում օրինակ նույն Շախտյորի հետ, դա միանշանակ շատ լավ եմ հիշում, Փյունիկի հետ էր խաղում Շախտյորը, այն ժամանակ նոր էր դառնում նա անկախ Ուկրաինայի դրոշակակիր գլխավոր եվրագավաթային ակումբը և այդտեղ էլ մեր թիմի համար բարդ էր նրանց որևէ բան հակադրել, այս մրցաշրջանում կոնկրետ Դինամո Կիևին նախապես վիճակահանության արդյունքում բաժին էին հասել շատ ուժեղ մրցակիցներ, նույն ինչպես առաջնությունը պարզեց, նույն Samsung Spor-ը, որը երկար ժամանակ առաջին հորիզոնականով էր ընթանում, նրանք խաղացին նրանց դեմ, միավոր կորցրեցին, հետո Ֆիորենտինային պարտվեցին, Ֆիորենտինան by default ինչ-որ այս մրցաշարի հիմնական մասնակիցների թվում է, հերիք չէ, մի հատ էլ նվազագույնը, եթե ասեմ, որ նրանք երկու անգամ դուրս են եկել այս մրցաշարի խաղարկության եզրափակիչ չեն հաղթել, կարծում եմ բավարար է ձեզ համար։ Այս մրցաշարի հիմնական հավակնորդներից մեկը Crystal Palace-ն էր, նաև դինամոյականների մրցակիցը, որոնց նույնպես նրանք պարտվեցին։ Հիմա տպավորություն էր, որ այս թիմը, որը ի դեպ մեկ հաղթանակ ուներ, կարծես Լեգիայի նկատմամբ, ընդամենը 3 միավորով մոտենում է վերջին խաղին, պատվի հարց է, պարզապես այդպես էլ գլխավոր մարզիչը նրանց ներկայացրեց, պետք է մեկ բան անենք, Լեհաստանում չեզոք դաշտում են խաղում, գիտեք Ուկրաինայի պատերազմով պայմանավորված նրանք միջազգային հանդիպումները չեն անցկացնում Ուկրաինայի տարածքում և Լյուբլին քաղաքի մոտոր ստադիոնում էլ հենց պետք է ընդունեին, ստադիոնը մեղմ ասած լցված չէր երկրպագուներով, ստադիոնում դա ՆՕԱ-ին ի դեպ ասեմ, որ դա օգնող գործոն էր, կարծես թե, քանի որ Հայաստանից ժամանած մինչև 100 այնտեղ տեղում նրանց միացած երկրպագուները բավական լսելի էին ամբողջ երարձակման ընթացքում, որը կարծում եմ միանշանակ հսկայական պլյուս է ՆՕԱ-ի համար, եթե նրանք ցանկանում էին մրցակցի տակ միջավայրում ստանալ աջակցություն։ Հիմա խաղի մասին կոնկրետ մեկնարկային կազմում ցավոք էլի հայ ֆուտբոլիստներ չտեսանք ՆՕԱ-ի եւ դա նշանակում է, որ այս պարագայում ոչ մի էքսպերիմենտ Սանդրո Պերկովիչը չէր պատրաստվում անել, նրանք այդ հանդիպմանը մոտենում էին մեկ նպատակով ավելի լավ տեղ գրավել
եւ աշխատել լրացուցիչ գումար միավորներ կարճ ասած, ինչու՞ չէ։ Այսինքն թիմը մարտական էր տրամադրված։ Առաջի խաղակեսի մեկնարկային րոպեները կարծես թե այդ մարտական տրամադրվածությունն էլ հենց նախանշեց, տպավորություն կար, որ դինամոյականները զիջել են գնդակը, խաղը կառավարելու հետ մեղմ ասած խնդիրներ ունեն։ Ասել է թե Նոան պահեր ունեցավ, կարողանում էր գնդակին տիրել, իր խաղը թելադրել, մինչև այն պահը չարաբաստիկ, երբ Դինամոն բացում է հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի հենց միջնամասում 27-րդ րոպեին Կաբաևը գրավում է Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, հիշեցնեմ, որ Ֆայուլուն չէր կարող այս հանդիպմանը մասնակցել, քանի որ միջազգային հանդիպում ուներ Աֆրիկա մայրցամաքում, մեկնարկել էր Աֆրիկայի առաջնությունը հավաքականների միջև եւ նա արդեն ոնց որ այս խաղում տվյալ խաղում չօգնեց, հնարավորություն էր Օգնեն Չանչարևիչին դուրս գալու ավակի թև կապով իդեպ պաշտպանելու Նոայի դարպասը Եվս մեկ գնդակ արդեն երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում Պանամարենկոն կրկնապատկում է դինամոյականների առավելությունը եւ դրանից հետո այնպիսի տպավորություն էր, որ Նոան մի տեսակ հիասթափվել է եւ չի կարողանում իր խաղը գտնել, փոփոխություններ տեղի ունեցան դուրս եկավ ամբողջ այս հարցակվողական պոտենցիալը կամ նրանք ովքեր որ կարող էին կրեատիվ մտցնել նաև հայ ֆուտբոլիստներ մտան Սերգեյ Մուրադյան, Գոռը Մանվելյան, Ավանեսյանը, բայց նրանցից եւ ոչ մեկ չկարողացավ ինչ որ էական խաղային եւ կատարողական փոփոխություն մտցնել, հաշվի մեջ էլ համապատասխանաբար փոփոխություններ չեղան, 2-0 հաշվով Դինամոն տոնեց հաղթանակ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի։ Ինչ կարող էր տալ հաղթանակը, ինչ ստացանք արդյունքում։ Իհարկե Նոան պարտվեց մեծ հաշվով ընթացքում արդեն նա իր հարցերը լուծել էր, չնչին հնարավորություն կար, որ ինչ որ սցենարի դեպքում խնդիրներ կարող են ունենալ, բայց դա հրաշքների շարքից էր, նա նախորդ տուրում արդեն, հիշում եք, խոսել ենք Լեգիայի դեմ տարած հաղթանակից հետո, նրանք իրենց հարցերը ըստ էության լուծել էին, տարբեր տեսակ ալգորիթմներ հաշվել էին հավանականությունները, սցենարները ամեն տեսակ եւ 99.9%-ով Նոայի մուտքը լավագույն որակավորվող ակումբների շարք կարծես թե ապահովված էր եւ այդ շարքում եւս մեկ հետաքրքիր կետ կար, որ չնչին հնարավորություն կար անգամ որակավորվելու եւ տեղ գտնելու առաջին ութնյակում, որ արդեն ապահովելու էր Նոայի տեղը 1-8 եզրափակիչում։ Այդ առումով հետաքրքիր է, որ հանդիպման ընթացքում մի պա սցենարը այնպես դասավորվեց, որ մյուս խաղերում տեղի ունեցող իրադարձությունները ապահովում էին կարծես թե Նոայի մուտքը 8-րդ տեղ, բայց միակ տեղի չունեցողը, որը մեզ համար հայ ֆուտբոլի երկրպագուների համար ցավալի էր, դա Նոայի պարտությունն էր ինքնին զուգահեռ ընթացող բոլոր խաղերում կարծես թե ամեն ինչ տեղի էր ունենում այն կերպ, ինչպես որ շահութաբեր եւ շահեկան կլիներ Նոային, բայց Նոան իր արժեվ դրված խնդիրը չկատարեց եւ ինչպես ասում են նման դեպքերում, եթե դու քո հարցը չես կարողանում լուծել, մյուս կողմերն էլ այնպես են անում, որ դե եթե չէ, ուրեմն չես օգտվում, դե մենք էլ այնպես անենք, որ ստացվի, որ այդ շանսը չես էլ ունեցել։ Վերջին րոպեներին իրավիճակը կրկին փոխվեց եւ անգամ եթե որևէ հրաշքով վերջին րոպեներին 3 գնդակ Նոան ուղարկեր, նա կգրավեր միայն ըստ էության 9-րդ հորիզոնականը։ Էլի լավ կլիներ միանշանակ, կարծում եմ ամեն տեսակ առումով, գումարային եւ հեղինակության նպատակների առումով, վարկանիշային միավորների, կարճ ասած այդ ամենի տեսանկյունից շատ ավելի լավ կլիներ ամեն մեկ հորիզոնական բարձր դիրքը միայն եւ միայն պատիվ է բերելու բոլոր նրանց, ովքեր որ Նոային երկրպագում ու հետաքրքրվում են հայկական ակումբային ֆուտբոլով, բայց կրկնում եմ դա տեղի չունեցավ։ Հիմա եւս մեկ էական կետ էլ այն է, որ ռեյտինգային միավորներով մենք չնչինագույն տարբերությամբ ենք հիմա զիջում Մոլդովայի ներկայացուցիչներին, նրանց միավորների հանրագումարին, քանի որ
այդ մասին արդեն խոսել ենք, նախորդ 5 մրցաշրջանների ընթացքում նրանք կուտակել էին այնքան, որ ստացվում է այս տարի անգամ առանց որևէ ներկայացուցչի նրանք շարունակում են պահպանել իրենց ետևում 33-րդ հորիզոնականը, որը թույլ է տալիս UEFA-ի Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում ներկայացնելու միանգամից հենց գավաթի խաղարկության հաղթողին, սեփական առաջնության գավաթի խաղարկության հաղթողը արդեն այս դեպքում հասկացաք կնվաճի Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Եվ հիմա Մոլդովային շատ ընդհուպ մոտեցել ենք, կրկնում եմ, մեկ ոչ ոքի Նոան, եթե կարողանա անցկացնել միավոր վաստակել, դա բավարար կլինի Մոլդովայի տեղը հայտնվելու համար։ Արդեն դրանից հետո 2026-27 մրցաշրջանների շրջանակներում, եթե մեր ապագան այսպես դիտարկենք, այնտեղ էլ հնարավոր է անգամ 32-րդ հորիզոնականում հայտնվենք, եթե Նոան ավելի լավ արդյունքներ գրանցի play-off փուլում եւ հերթական 4 միավորը եթե հանեն Ռուսաստանի ներկայացուցիչներից, Ռուսաստանի ֆուտբոլային միությունից, ապա կշրջանցենք նաև նրանց, թե ում հետ է Նոան խաղալու play-off փուլում, շուտով մենք դա նույնպես կիմանանք, հիմնական տեխնացուները երկուսն են, Ցելիան եւ Ազետ Ալկմարը, հոլանդական ֆուտբոլի թերևս առաջին եռյակից հետո հիմնական այն աստղային ակումբներից մեկն է, արդեն շատ լուրջ անուն համաշխարհային ֆուտբոլում, Ցելիայի դեմ կարծում եմ շատ ավելի հեշտ կլինի մրցակցելը։ Եվ դերևս այսքանը ցավոք սրտի հաղթական ավարտ Նոան չունեցավ, ամեն դեպքում նվաճումը գրանցում ենք, իհարկե play-off փուլի ուղեգիր մենք նախկինում երբևիցե չէինք նվաճել, ակումբային ֆուտբոլը եւս մեկ քայլ առաջ կատարեց, մեկ այլ մասշտաբի նշաձող, որ արդեն սահմանված է եւ արդեն հնարավորություն եկող տարի 2026 թվականին եւս մեկ նիշով բարձրացնելու այն նպատակները, որը կարող է դնել հայկական ակումբը իր առջև առհասարակ։ Շնորհավորական խոսքեր ամենալավն ու բարին արդեն, որը որ բաժին կհասնի եկող տարվա ընթացքում։ Այստեղ մենակ պետք է խոսենք, որ Նոայի համար միանշանակ շատ բարդ է լինելու համատեղել, սա արդեն նոր որակի նոր խոսք է հայկական ակումբի համար, թե ինչպես նա պետք է արդեն գարնանային հատվածը կարողանա համատեղել Հայաստանի գավաթի խաղարկության հետ, Հայաստանի առաջնության հետ, Նոան տեղով արդեն այս ընթացքում խնդիրներ ունեցել է, միավորներ բազմաթիվ կորցրել եւ 5-րդ հորիզոնականում է հայտնվել Fastex Premier լիգայում, այնպես որ այդ բոլոր մարտահրավեր խնդիրները, այդ հարցերը, այդ նվաճումները, որոնց մասին մենք խոսեցինք, դրանց ականատեսը մենք լինելու ենք եկող տարի, այդ առումով առավել քան հետաքրքիր տարի է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր որ հետաքրքրվում են հայկական ակումբային ֆուտբոլով։ Շարունակենք խոսել ֆուտբոլի մասին եւ հիմա առաջարկում եմ մեկ այլ թեմա, որը ինչ որ չափով կապված է կոնֆերենցիաների լիգայի հետ, ինչ որ չափով եվրոպական top առաջնությունների ներքին մրցաշարերի ներքին առաջնությունների հետ։ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունը, կրկնում եմ, բացառիկ է այն իմաստով, որ այստեղ մեծ եվրոպական անուններ գրեթե չկան, կան համեստ եվրոպական top առաջնություններից ակումբներ, որոնք մշտապես եղել են պայքարող առաջին հնգյակի, քառյակի համար հնարավոր է մի պահ ունեցել են ինչ-որ բուռն շրջաններ, բուռն ծաղկման շրջաններ, լավ շրջաններ են անգամ ունեցել, ինչպես օրինակ Ֆիորենտինան Բատիստուտայի հետ միասին։ Կարճ ասած, նրանք ինչ-որ շողարձակել են, նրանցից դրական լուրեր ունեցել ենք, բայց այնպես չէ, որ նրանք top ակումբների շարքում են։ Եվ չպատկանելով top ակումբների շարքին, նրանք շարունակում են եվրոակումբային մրցաշարերում իրենց պայքարը։ Այնպես ստացվեց, որ 3 ուշ երեկոյան հանգստյան օրերի մասին է խոսքը, կիրակի օրը երեկոյան երկու հենց այդ թիմերից Ֆիորենտինան իր արդին Իտալիայի Սերիայում եւ Ռայո Վալեկանոն Իսպանիայում Լա լիգայում մրցում էին, հանդիպում էին, անցկացնում հանդիպումները գրեթե զուգահեռ էր տեղի ունենում եւ հնարավորությունից օգտվելով պարզապես ես հետևեցի երկու խաղերին էլ, մեկը ավարտվեց, հետո թեքեցի մյուսը։ Առաջինը Ֆիորենտինայի խաղն էր, որը խայտարակ վատ է հանդես գալիս Իտալիայի ներքին առաջնությունում, մրցաշարային աղյուսակում նրանք անհույս դիրք են գրավում եւ միավորների պաշարով 6-ն էին, դարձան 9, պատկերացրեք, նրանք Սերիային ժամանակից շուտ ցանկանում են պարզապես հրաժեշտ տալ եւ երևի թե ամբողջ ուշադրությունը կոնֆերենցիաների լիգայի վրա
սևեռել առիթից օգտվեն երրորդ անգամ ասնեն եզրափակիչ, չգիտեմ այնտեղ ինչ տեղի կունենա եւ ով որպես մրցակից նրանց բաժին կհասնի, բայց գոնե այդտեղ նրանք ինչ որ գումար կվաստակեն։ Իտալական մարմուլում բազմաթիվ են խոսակցությունները, որ Ֆիորենտինայի համար մեղմ ասած ապագան այդքան էլ վառ եւ գունավոր չէ, որքան էլ որ նրանք երևի թե հիմնական հավակնորդներից մեկն են։ Բոլոր այդ գործոնները հաշվի առնելով, անգամ այն հնարավոր գումարները, որ Ֆիորենտինան կարողանա աշխատել, բոլորը դա անցալում են, բայց եւ հասկանում, որ մեղմ ասած նրանց արժեվ կրկնում եմ վառ եւ պայծառ դռներ չէ, որ բացվելու են թե այս տարի, թե գալիք տարի։ Բացառիկ էր այս հանդիպումը, որ իմաստով, որ նրանք տոնեցին խոշոր հաշվով հաղթանակ ընդդեմ Ուդինեզեի, Ուդինեզեն ով բավական լավ է հանդես գալիս վերջին տարիներին, միջակ ամուր կորիս ակումբների շարքին է պատկանում, միջնամասից է Իտալիայի սերիան այս պայի գոնե դրությամբ 12-րդ հորիզոնականում է 5-1 հաշվով գերվստահ հաղթանակ տոնեց Ֆիորենտինան։ Բացառիկ նվաճում էր, նշեմ, որ հանդիպման այդ արդյունքի վրա մեծ ազդեցություն գործեց նաև այն, որ Ուդինեզեն մեկ խաղացողով քիչ էր հանդես գալիս, առաջին խաղակեսում նրանք արդեն մեկ կարմիր քարտ ստացել էին, այն էլ դարպասապահներ ստացել կարմիր քարտ եւ միանգամից նրանք ստիպված էին խաղադաշտի ֆուտբոլիստներից մեկին փոխարինել, այդպես էլ լավ չստացվեց փոխարինումը եւ հանդիպումը տոտալ կոլապսի գնաց Ուդինեզեի համար, նրանք մեկը մյուսի հետևից գոլեր էին բաստողում եւ քիչ դեպքերից, որ Ֆիորենտինայի երկրպագուները լիաթոք ուրախ էին։ Հիմա վերադառնալով ու պրոյեկտելով դա կոնֆերենցիաների լիգայի վրա, կրկնում եմ, ըստ էության ստացվում է այնպես, որ այս առաջնությունում նրանք մեծ հաշվով անելիք չունեն, որպեսզի ընկալեք, նրանք կրկնում եմ 9 միավոր ունեն եւ 17-րդ հորիզոնականը, որը թույլ կտա նրանց որպեսզի դուրս չմնան Իտալիայի սերիայի պայքարից, նրանք այս պայն արդեն զիջում են 5 միավոր։ Իհարկե դա հետ բերել հնարավոր է, բայց ամեն դեպքում այն արդյունքները ու այն ցուցանիշները, այն բաց թողած գնդակների քանակը, խփած գնդակների քանակը, այս 5 գնդակը մենք պարզապես կարող ենք անել եւ նրանք 16 խաղում ընդամենը 12 գնդակով աչքի ընկած թիմ էին։ Եվ այդ առումով կրկնում եմ, կարծես թե տպավորությունը, որ Ֆիորենտինան ըստ էության փրկողակ է ընկալում կոնֆերենցիաների լիգայի Եվրագավաթային այս մրցաշրջանի խաղարկությունը։ Եվս մեկ թիմ արդեն հակառակ սցենարով Ռայո Վալեկանոն, ով հանդես է գալիս կոնֆերենցիաների լիգայում եւ այնտեղ կրկին ու կրկին ընդգծվում է որպես թիմ, որը հնարավոր է հասնի մինչև եզրափակիչ կամ հաղթողի հավակնորդներից մեկն է, ով որ 1%-ի շրջանակներում չի գնահատվում նրա շանս, այլ 10 եւ ավելի։ Իդեպ ասեմ, որ չնայած նրան, որ լավագույն ութնյակում չավարտեց Crystal Palace-ը, նրան դիտարկում են հաղթողի որպես գլխավոր հավակնորդ։ Եվ հիմա եւս մեկ անհաջողակ Լա Լիգայից արդեն 15-րդ հորիզոնականում այս պահին հանգրվանած Ռայո Վալեկանոն եւ եւս մեկ փաստ, թե ինչու նա հասավ այս հորիզոնական, դա խոշոր հաշվով պարտությունն էր Էլչեից։ Էլչե Ռայո Վալեկանո, այո, ես 3 նայում էի Ֆիորենտինա Ուդինեզեից հետո Էլչե Ռայո Վալեկանո, այստեղ էլ մեղմ ասած Ռայոյի դեպքում արդարացումներ անգամ չկան, որ ասեմ թե ինչ տեղի ունեցավ այդ թիմի հետ, էլ ավելի համեստ Էլչեին պարտվել այդքան անհույս խաղով, շանսեր Էլչեն ուներ, մի բան էլ ավելի խոշոր կարող էր հաշիվը լինել, բայց կրկնում եմ Ռայո Վալեկանոն վերջին նվազագույնը 5 խաղերում հաղթանակ չի տոնել, պարտություն ոչ ոքիներ, իհարկե մի քիչ նրա տեսքը ավելի բարվոք է արդեն կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, որտեղ նրանք 3-0-ով հաղթել էին UEFA-ի վարկանիշային աղյուսակում մեզ համար շատ էական մի երկրի Կոսովոյի ներկայացուցիչ Դրիտային, քանի որ նա հիմնական հավակնորդներից մեկն է 33-րդ հորիզոնականի համար պայքարում, դրա համար նրանց շնորհակալություն, հնարավորություն առասարակ չտվեցին Դրիտային որևէ կերպ մոտենալու ու այստեղ իհարկե նրանք շատ ավելի բարվոք տեսք ունեն, նրանք 5-րդ հորիզոնականում ավարտեցին պայքարը կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, կրկնում եմ, իհարկե իրենց ակտիվում մեկ պարտություն եւ մեկ ոչ ոքի նրանք ունեն, իդեպ Տիգրան Բարսեղյանի Սլովանին էին նրանք պարտվել 2-1 հաշվով։ Ահա այսպիսի տեսք, սա թեմաների զուգահեռ համադրություն է, հնարավորություն հասկանալու թե ովքեր են նույն հնարավոր է
փորձելու հակադրվել կամ ովքեր են կոնֆերենցիաների լիգայի այս խաղարկությունում ինչ որ հաղթողի հավակնություններ ներկայացնում, իսկ առաջին հորիզոնականում հիշեցման կարգով Ստրասբուրգն է, որը վաստակել էր 16 միավոր եւ միայն մեկ ոչ ոքի արդյունք է գրանցել լեհական Յագելոնիայի հետ խաղում, որը ավարտվել էր 1-1 մնացած խաղերում ֆրանսիացիները պարզապես այն անկասելի էին։ Ահա այսքանը համեստ ակումբների մասին խոսք, որը թեմատիկ առումով շարունակությունը եղավ մեր դեպքում UEFA կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության։ Հիմա արդեն եվրոպական թոփ առաջնությունների մասին ավելի ընդգրկուն, ավելի խորքային, որպեսզի մենք հասկանանք, թե այնտեղ թոփ ակումբները ինչ են անում եւ քանի որ խոսեցինք արդեն իտալական ու իսպանական առաջնությունների մասին, երևի թե ճիշտ կլինի նույն որին մենք ընդհանրապես վերջերս շատ ենք վկայակոչում UEFA-ի վարկանիշային աղյուսակով ամենաուժեղ առաջնության անդրադառնանք անգլիական Պրիմիեր լիգային։ Շատ հետաքրքիր դիմակայություններ, այդ թվում առանձնահատուկ ցանկանայի Aston Villa-ի մասին խոսել։ Aston Villa Manchester United, Aston Villa-ն 7-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում Անգլիայի Պրիմիեր լիգայում, շատ անսպասելի արդյունք մի վերջին շրջանում համեստ ակումբից եւ որն ամենահետաքրքիրն է, վերջին խաղն էլ իրապես բարդ ստացվեց ընդդեմ Manchester United-ի, նրանք Ռոջերսի ջանքերով առաջինը բացեցին, հանդիպման հաշիվը Կունյան հավասարեցրեց առաջին խաղակեսում եւ նույն Ռոջերսը վերջնական հաղթական արդյունքը ձևակերպեց 2-1 հաշվով։ Հատուկ պետք է ընդգծել, որ Aston Villa-ն իրապես ֆանտաստիկ տեսք ունի այս մրցաշրջանում եւ ինչ իմանաս նրանք հնարավոր է այս ստաբիլությունը եթե շարունակեն պահել, նրանք Manchester City մակարդակի արդյունքներ են գնացում, նրանց հետ այս առաջնության սկզբնական շրջանի հետ համեմատությամբ կարող էր համեմատվել նաև Arsenal-ը, բայց Arsenal-ը իր երկրորդ պարտությունը կրեց եւ իդեպ պարտվեց հենց նույն Aston Villa-ին։ Այդ առումով 36 միավոր իր ակտիվում ունեցող եւ 3-րդ հորիզոնականը գրաված այս պահին զբաղեցրած Aston Villa-ն առանձնահատուկ հետաքրքրություն է մտցնում Պրեմիեր լիգայի խաղարկությունում, նրանք 1 միավոր են ընդամենը զիջում Manchester City-ին եւ կրկնում եմ 3-ը Arsenal-ին։ Manchester United-ի համար սա հերթական արդեն 5-րդ պարտությունն էր, որտեղ հերթական 5-րդ այդ առաջնության շրջանակներում 5-րդ պարտությունը ես անգամ Manchester United-ի երկրպագուներից 1-2-ի հետ այսպես ասած, ինչպես ասում են, գրազ եմ եկել, որ նրանք անգամ առաջին տասնյակում չեն լինի, իհարկե հաջողությամբ այդ նշաձողը նրանք հիմա ոնց որ հաղթահարել են եւ տեղ են գտել 7-րդ հորիզոնականում, ես ավելի շատ ճիշտ ասած հակված եմ մտածելու, որ նրանք տասնյակում չեն լինի, 12-13-րդ հորիզոնական նրանց համար մաքսիմումն է լինելու եւ այս ճնշումն է միայն, որ օգնում է այս միավորները ինչ որ մի ձև պոկել, գտնել, վաստակել Ռուբեն Ամորիմի թիմին, այդքան երկար այդուհանդերձ չի ստացվի, մեկ բան կարող եմ որպես կարևոր ողջունել լավ, դա այն է, որ Manchester United-ը այն նույն մարտավարությունը, որով նա խաղում է ինչ որ համեստ ակումբի դեմ, այդ նույն մարտավարությամբ նա խաղում է նույն Aston Villa-ի դեմ, այդ նույն միտքն ու գաղափարը նրանք անգամ վստահ եմ կդնեին, եթե խաղային օրինակ նույն Բարսելոնայի կամ Մադրիդի Ռեալի դեմ, եթե իհարկե նման հնարավորություն լիներ, իսկ նման հնարավորություն ոչ մեկ Manchester United-ին նախորդ մրցաշրջանի արդյունքներով չի տվել։ Մրցակցել թոփ ակումբների հետ նրանք դեռևս շանս կունենան արդեն Անգլիայի առաջնության շրջանակներում, բայց կրկնում եմ, ես այն խաղավոճն ու կատարողներին, որ տեսնում եմ, այն ինչ ունի Ամորիմը եւ ինչ էլ որ ունի նրանց տրամադրվածությունն ու ընկալում է իրավիճակի չի համապատասխանում այն միտումների, մղումների հետ, որոնք որ պորտուգալացի մասնագետը փորձում է ներդնել նրան վստահում են իհարկե, ցույց են տվել եւ խոսել են այդ մասին, որ շարունակելու են այդ վստահության կրեդիտը տալ նրան, թող նա շարունակի, բայց շարունակի այնքան, որքան ինչ թե ինչ կլինի Manchester United-ի հետ հետագայում, ես դժվարում եմ ասեմ, անգամ եթե առաջնությունը նրանք ավարտեն օրինակ
նույն այս 7-րդ կամ 6-րդ տեղում ինչ տարբերություն։ Ինքներդ հիշեք, թե ինչ ակումբ է Manchester United-ը, միթե դա այն ակումբն է, ում համար օրինակ 6-րդ հորիզոնականը պետք է ինչ-որ փրկության նշան համարվի կամ լավ արդյունք, դրական արդյունք։ Եթե Սեր Ալեքս Ֆերգյուսոնը այդպես մտածեր, կարծում եմ երբևիցե ու երբեք չէր գլխավորի Manchester United-ը առավելապես նա չէր ցանկանա գալ ստադիոնում ներկա գտնվել այդ հանդիպման խաղերին, նա պարբերաբար դա անում է եւ այն ամենը ինչ ներդրել է, կրկնում եմ, այդ նույն շոտլանդացի մասնագետը, այն ամակը, որը նա ունի, այն տիտղոսները, որ նվաճել է այս մասնագետը, սազական չէ այս թիմի այս տիպի խաղի հետ առհասարակ։ Եվ այդ իմաստով, եթե դուք մտածում եք, թե բա ինչու եմ այդպես խոսում հեգնական, կրկնում եմ, պարզ է, ես պորտուգալացի մասնագետի ֆուտբոլը մրցունակ չեմ համարում, այն ֆուտբոլը, որը ինքը իրեն հավատում է, կրկնում եմ, եւ վստահ է, որ այդ ներդրված ծրագիրը ինչ որ մի օր, ինչ որ մի ձև աշխատելու է եւ հաղթանակի հետևից ապահովի եւ 5 հաղթանակ ունենան իրար հետևից, վերջապես այն Manchester United-ի երկրպագուն էլ կարողանա իր մազերը սափրել, քանի որ նա արդեն տան դռնից անցնելու հետ խնդիրներ է ունենալու։ Դա արդեն լրացուցիչ ծաղրի եւ ֆանատական հումորների առանձին թեմա է դարձել, իդեպ այդ թեմային անդրադարձել է անգամ նույն Aston Villa-ն, նշելով, որ մենք այս մրցաշրջանի ընթացքում 2 անգամ արդեն նվազագույն հնարավորություն կտայինք այդ տղային սափրվելու։ Այնպես որ հումորները իհարկե հումորով, բայց Manchester United-ի համար ու նրանց երկրպագուների համար հումորի ժամանակը չէ առհասարակ։ Եվս մի հետաքրքիր թեմա, կրկնում եմ, նախորդ թեմաների հետ համահունչ է սա, Crystal Palace-ին անդրադառնանք, որը հերթական տուրում նույնպես անփառոնակ հանդիպում անցկացրեց, Leeds-ին պարտվեց 4-1 հաշվով, 1-4 հաշվով եւ անհույս տեսք ուներ, ճիշտն ասած, դա երկրորդ անընդմեջ պարտությունն էր, նախորդ տուրում էլ առաջատարներից City-ին, նրանք 3-0 հաշվով պարտվեցին, ասել է թե կոնֆերենցիայի լիգայի գլխավոր հավակնորդը, որը իդեպ ի համեմատության այլ թոփ լիգաների ակումբների մի քիչ ավելի բարվոք տեսք ունի, Անգլիայի Պրեմիեր լիգայում Crystal Palace-ը գոնե 8-րդ հորիզոնականում է, այնտեղ Գերմանիայից Mainz-ն է, որ էլի անհույս վատ վիճակում է, կարճ ասած, կամ այս տարի ինչ-որ ֆանտաստիկ համեստ ակումբ է եվրոպական 3-րդ իր հեղինակությամբ մրցաշարում հաղթելու, կամ էլ ավելի համեստ, բայց եվրոպական գոնե թոփ առաջնությունից ինչ-որ մի թիմ կնվաճի այդ տիտղոսը։ Դե ինչ Անգլիայի առաջնության մասին էլ թերևս այսքանը մենակ ասեմ, որ իրավիճակը փոքր-ինչ շտկվում է Լիվերպուլի համար, որը ծանր ինչ-որ շրջաններ է ունենում վերջին ամիսների շաբաթների ընթացքում եւ չես ասի, որ այնտեղ ամեն ինչ սահուն ընթացք ունի, Տոտենհեմին նրանք 2 գնդակի առավելություն ունեին, հետո արդեն մի փոքր ինչ որ զիջեցին հանդիպման ընթացքում, Տոտենհեմը կրճատեց, բայց իր հերթին հյուսիս լոնդոնյան ակումբն էլ այդ խաղը մի տեսակ մեղմ ասած ինքն իրեն նման չէր, չնայած ինքն իրեն էս վերջերս շատ հաճախ նման չի լինում, 2 կարմիր քարտ ստացան, Խավի Սիմոնսը դեռևս առաջին խաղակեսում ստացավ իր թիմակիցներին թողնելով շատ վատ իրավիճակում, հետո արդեն երկրորդ կեսում միանգամից պատժվեցին եւ երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ արդեն Ռոմերոն ստացավ երկրորդ դեղին քարտը եւ նույնպես խաղադաշտից հեռացվեց, Ռիշարլիսոնը կրճատեց տարբերությունը, բայց դա հասկանում եք բավարար չէր որևէ բան փոխելու համար, թե ինչ էի ցանկանում խոսել, իհարկե գիտեք բոլորդ այն սուր ու բարդ հարաբերությունները, որը Սալահի եւ Արնե Սլոտի միջև էին ձևավորվել, փրկողակ է դարձել այս դեպքում այն, որ նույն Աֆրիկա մայրցամաքի ֆուտբոլի առաջնությունն է մեկնարկել եւ Սալահը գնացել է Եգիպտոս, Լիվերպուլից հեռու, հնարավորություն կա, այսպես ասած,
իհարկե նրանք նշում են, որ այդ հարցերը ամեն ինչի լուծված է, նրանք իրար միջև երկխոսություն ունեցել են, բանակցել են, իրար հասկացել են, բայց ամեն դեպքում խորը հետք է թողել մանավանդ Սալահը, որը հսկայական ներդրում ունի վերջին տարիների Լիվերպուլի հաջողությունների կերտման գործում ու հարցում Արնե Սլոտը, որը իհարկե արդեն սիրվել է, հարգանք ու պատիվ ունի, բայց նա կլոպը չէ, եւ այս դեպքում կլոպի ու Սալահի միջև, եթե ինչ որ մի բան այս մակարդակի տեղի ունենար, հնարավոր է երկու գիգանտների միջև Լիվերպուլի երկրպագուները կարողանան այն ընտրություն կատարել, հասկանալ թե ով է ճիշտ, ում փաստարկներն են ավելի ընդունելի, այս պարագայում Սլոտը եւ եթե Սալահը նժարների վրա մենք կանգնեցնում ենք նրանց, կարծես թե ամեն դեպքում ինձ թվում է եգիպտացին ինչ էլ ասի ու ինչ էլ անի, նա իր ձեռքում մեծ հաղթաթուղթ ունի։ Հուսամ Լիվերպուլի երկրպագուների համար այս իրավիճակը իրավես կվերջնական կշտկվի արդեն Աֆրիկա մայրցամաքի ներքին առաջնության այդ ավարտից հետո հնարավոր է անգամ նա այնտեղից տիտղոսով վերադառնա եւ նրան դափնիներով երկրպագուները կրկին ողջունեն ու ասեն ոնց ենք մենք այսպիսի ֆուտբոլիստի հետ հակամարտության մեջ մտնում, խնդրում ենք հարգելի Սլոտ ինչ որ վերջնական մակարդակի լուծում ամեն ինչին ապահովեք եւ մենք գնանք առաջ, իսկ այս հերթական հաղթանակն ու 3 միավորը այդ հաջողությունների կերտման հարցում մեկ քայլ միանշանակ առաջ է, նրանք առաջին հնգյակում են արդեն եւ ընդհուպ մոտեցան, ընդհուպը որն է, նրանք արդեն հավասարվել են միավորների քանակով նույն Չելսիին, ով վերջին տուրի խաղում ոչ ոքի ավարտեց իր դիմակայությունը ընդդեմ Նյուքասլի, այսքանը Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին եւ հաջորդիվ եւս մի քանի խոսք արդեն իսպանական Լա լիգայի մասին եւ դրանից հետո վերադառնալու ենք Հայաստան խոսելու շատ հետաքրքիր մի թեմայի շուրջ։ Այն բանից հետո, երբ մի քանի տուր առաջ Մադրիդի Ռեալը շատ անակնկալ պարտություն կրեց Սելտայից, ում դեմ իդեպ ասեմ, որ ավանդապես դժվարություններ ունենում են մադրիդցիները, Բարսելոնան էլ ավելի է ամրապնդում իր տեղը առաջին հորիզոնականում, մեկը մյուսի հետևից հաղթանակ է, որ տանում են Իհարկե կապտանառնագույնների երկրպագուների համար դա միայն եւ միայն ուրախանալու ու հպարտանալու առիթ է Կերամիկա ստադիոնում հերթական տուրի խաղում Վիլյարեալի դեմ Բարսելոնան 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ռաֆինյան, կարելի ասել այս խաղի հիմնական գործող անձանցից մեկն էր, նա 11 մետրանոցից հետո արդեն Լամին Յամալը կարողացան ձևակերպել կատալոնացիների վերջնական առավելությունը։ Այս խաղի մասին առանձնապես շատ բան չունեմ ասելու, արձանագրում եմ կապտանառնագույն թիմի երկրպագուների, նաև հենց ակումբի հաղթանակը, այն էլ մրցակցի հարկի տակ, բայց Ֆլիկի թիմը գոնե վերջին տարիների ընթացքում ցույց է տվել, որ որքան էլ կարող է սահուն ընթանալ, ինչ որ մի փուլում, ինչ որ մի կետում եւ հատկապես եթե կարևոր խաղերի մասին է խոսքը, նրանք պատրաստ են սայթակելու եւ արդեն դա հոգուտ այն ջրաղացի, որը պատտվում է Մադրիդի Ռեալի երկրպագուների համար, ինչ է արդեն իրենից ներկայացնում Մադրիդի Ռեալի ջրաղացը, այստեղ ավելի էական ու լուրջ խնդիրներ կային թե Մարշչի հետ, թե Վինիսիուսի հետ, թե մյուս ֆուտբոլիստների հետ եւ մեղմ ասած մթնոլորտը այնքան էլ լավը չէ, որքան որ կարելի էր ակնկալել մանավանդ ստեղծված բարդ իրավիճակում փոխանակ մադրիդցիները այսպես համախմբվեն, նրանք մի տեսակ արճակատումների են գնում, չնայած երկրպագուները օրինակ ստադիոնում ցույց տվեցին, որ իրենք Ալոնսոյի կողքին են կանգնած, ինչպես նաև ղեկավարությունը ցույց է տվել, որ ամենայն դեպս նրան աջակցում է եւ այն ամրության պաշարը, վստահությունը եւ ինքնավստահությունը, որը պետք է գլխավոր մարզիչը ունենա, կարծես թե ունի։ Հիմա այստեղ մեկ այլ հարց է, այն թե ինչ թեմաներ են շոշափվում Մադրիդի Ռեալի առանձին աստեղային ֆուտբոլիստների դեպքում հրապարակումներ եղան, որ նրանց համար առանձնահատուկ ինչ-որ պայմաններ են ստեղծվել, նրանք կարող են ուշանալ կամ, չգիտեմ, չտուգանվել, համենայն դեպս աստղային ֆուտբոլիստներին ձեռք չենք տալիս, նման ինչ-որ մոտեցում կա, որը միանշանակ խնդիրներ ու բարդություններ կարող է առաջացնել յուրաքանչյուր մասնագետի համար, արտոնյալները
հանդերձանից դուրս խաղադաշտում միշտ էլ պրոբլեմներ ստեղծելու միտում ունեցող առաջինների շարքում են, թե ինչպես կարողանա Մադրիդի հիմնական առաջին թիմը շատերի համար այս իրավիճակից դուրս գալ, կդժվարանամ ասել, մեկ բան որ միանշանակ է այս դեպքում, սերուցքայինները միշտ էլ կարողացել են անգամ ամենաբարդ իրավիճակում հաղթանակի հետևից տանել, հատկապես Եվրագավաթային խաղերում նրանք միշտ էլ անկասելի ակումբի տպավորություն են թողել։ Հերթական խաղում էլ նրանք հերթական 3 միավորը վաստակեցին, կարմիրով եւ 10 ֆուտբոլիստով Սևիլյան 2 գնդակ բաց թողնեց եւ չկարողացավ դիմակայել Մադրիդի Ռեալին նրա իսկ հարկի տակ։ Այս հաղթանակի շնորհիվ Մադրիդի Ռեալը կարողացավ պահպանել այդ 4 միավորի տարբերությունը, հաջորդիվ երրորդ հորիզոնականում 37 միավոր իր ակտիվում ունեցող Մադրիդը ներկայացնող մեկ այլ ակումբ է Ատլետիկոն։ Այսքանը արդեն Լա Լիգայի մասին, այնտեղ ինտրիգը կա, պայքարը կա, այնպես որ այս տարի ու եկող տարվա վրա բաժինացնող այդ խաղերի շարքը մեզ ապահովում է թեժ միջնամաս ու երևի թե վերջնամաս։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ ամեն դեպքում ես ներքին վստահություն ունեմ, որ իսպանական Լա Լիգայում մեկը մյուսի հետևից անհաջողություններ ու սայթակումներ առաջատարներն ունենալու են եւ այս պայքարը ընթանալու է մինչեւ 30-ից հետո, համենայն դեպս 30-րդ տուրից հետո մենք դեռևս թեժ պայքարի ականատեսը լինելու ենք։ Այսքանը իսպանական ֆուտբոլի մասին եւ արդեն վերջին թեման, որպես առաջարկում եմ Իսպանիայից վերադառնալ Հայաստան։ Վերադառնում ենք Հայաստան ու հայկական սպորտի մասին խոսքս վերաբերելու է ոչ թե ինչ-որ առանձին մարզաձևի, մարզաձևերի, մարզիկի, մարշչի կամ ինչ-որ ֆունկցիաների, այլ մարզական հեռուստատեսությանը, մասնավորապես Fast TV-ին։ Ճիշտն ասած, այս ընթացքում ինչ հետևում եմ զարգացումներին ու իրադարձություններին, ես չեմ նկատել սենց լիարժեք ինչ-որ անդրադարձ, որ ինչ-որ մի մարզական լրագրող խոսի, այ գիտեք, ինչ հարցազրույց եմ արել կամ պարզաբանել եմ, կամ գոնե իմ աղբյուրները վկայակոչելով ես այս կամ այն տեղեկությունն ունեմ, չնայած այդ մասին արդեն բաց խոսում է, առաջիններից մեկը մեր հյուրերից Արթուր Նազարյանն է հիշատակել, երբ նա նամակ էր ստացել որպես բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, որ հեռարձակումների հետ կապված խնդիրները ունենալու բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի հավաքականը եւ ըստ այդմ եթեր չի հեռարձակվելու Հայաստանի հավաքականի խաղերը։ Դրանից հետո թեման քննարկումը համացանցում կա, բայց առանձին ստատուսների եւ մեկնաբանությունների տեսքով դա ինչ է նշանակում, դա ոչ մի լավ բան չի նշանակում, այսինքն լրագրողների մի ամբողջ զանգված sense փորձում է այդ թեման շրջանցել, չանդրադառնալ, չխոսել, իսկ դա շատ կարևոր է, քանի որ Fast TV-ն նաև հեռարձակում է օրինակ նույն Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները եւ ես պետք է խոստովանեմ, պետք է ասեմ, որ որքան էլ պրոբլեմատիկ է եղել որոշ միացումներ, հեռարձակման որակ, կադրի, խաղի հեռարձակման որակ եւ այլն, հազար ու մի քթիմազություն, եթե սենց բռնի որևէ ներկայացուցիչի մոտ, հեռուստաեթերում աշխատողի կարող է հազարատ խնդիր առաջ քաշել ու նշել, մատնանշել նվազագույնը։ Հիմա օքեյ, խնդիրներ բոլորս կարող ենք տեսնել, բայց ես օրինակ մեկ այլ կողմից եմ նայում կար հսկայական արված աշխատանք վերջին տարիների ընթացքում եւ ինչ որ չափով կարելի ասել, որ եթերային որակը բարձրացել էր։ Այո, շատերի համար քիչ աննկատ, բայց ընդհանուր առմամբ երբ կա հեռարձակող, երբ կա աշխատող թիմ, որը տարի ամեն օրի վրա հասկանում է, որ այստեղ կարելի է սա այս դետալը շտկել, այնտեղ կարող ենք այս մի փոփոխություն անել, այդ տեսանկյունից էական ու լուրջ առաջխաղացում կար եւ դա հնարավոր միջավայր էր մամուլի, որը հնարավորություն էր տալի մեր առաջնությունը իմանալ որտեղով է լուսաբանվելու, ինչպես է լուսաբանվելու, ինչ պարբերականությամբ նվազագույնը իմանում ես, որ կան մարդիկ, ովքեր որ պարբերաբար եւ աչալուրջ հետեւում են Հայաստանի առաջնությանը։ Եվ հիմա Fast TV եւ նրա ալիքների, սաբալիքների փակումը ոչ մի լավ բան այդ տեսանկյունից մեզ չի խոստանում։ Ցավում եմ իմ համար եւ բոլոր նրանց, ովքեր հայկական ֆուտբոլի մեծ երկրպագուներն են, ցավում եմ հատկապես նաեւ իմ գործընկերների համար, որոնք որ այս պայդրությամբ
Գիտեն, որ շատերը, հատկապես տեխնիկական հատվածի սպասարկող անձնակազմը ստիպված է անգամ եղել ստորագրելու փաստաթուղթ, որ օրինակ եկող տարվանից այլևս գործի չի գնալու։ Հատկապես դա վերաբերում է տեխնիկական անձնակազմին, ովքեր որ եթերներ ապահովում հեռարձակումները արդեն տեղից, խաղերից, ստադիոններից։ Հիմա դրա հետ կապված լինելու է խնդիր, թե չի լինելու նվազագույնը, որքան ես գիտեմ այս պայդրությամբ, ինչ որ պարտավորվածությունների եւ պարտականությունների շրջանակ պայմանագրային գոնե այս մրցաշրջանի ընթացքում մինչև վերջ ապահովվելու է, բայց դա էլ ինքներդ եք հասկանում, ինչ որ մի բարդ իրավիճակ է ստեղծվել, որտեղ որ պետք է ինչ որ մի ընկերություն անի ինչ որ մի բան, որը ստիպված է անել պայմանագրի ինչ որ կետով, որը ոչ մի լավ բանի մասին կրկին ասեմ, որ չի ավետում մեզ, որակը հաստատ այն չի լինի, այդ մարդիկ մոտիվացիա չեն ունենա ավելի լավ աշխատելու եւ ոչ էլ կարող ես ինչ-որ լրացուցիչ բան պահանջել, ամեն մի խնդիր, պրոբլեմ կրկնակի բարդ է լինելու լուծել ստեղծված իրավիճակում։ Fast TV փակվելը կրկնում եմ իմ համար գերբարդ եւ գերբացասական զարգացում է, իմ համար շատ բարդ է ընկալել, թե այդքան մասնագետներ, այդքան մեկնաբաններ ինչ են անելու եւ ուր են գնալու, ասում են, որ ընթանում են բանակցություններ, անգամ առանձին ընկերությունների մասին բարձրաձայն խոսում են, դեռևս վերջնական որոշում գոնե այս պահին չկա, կամ մեկը, որ Fast TV ապագան հարցականի տակ է։ Ես չեմ ուզենա, որ այդպես լինի, ես կուզենամ, որ արված աշխատանքը գնահատվի, մնա եւ շարունակվի։ Այդտեղ հսկայական կոնտենտ է գեներացվել, որոշներից շատերի հետ ես անգամ շատ լուրջ խնդիր ունեմ թարգմանության որակի, ֆիլմի որակի, կադրի ձևի եւ այլն, թե ինչ մարդիկ են այնտեղ խոսում, թե ինչ են նրանք խոսում, բայց այդուհանդերձ այնինչ արվում է, դա հսկայական արժեք ունի։ Եվ եթե ես չեմ կիսում եւ տասնյակ մարդիկ չեն կիսում, ես իմ անունից ու նրանց անունից անգամ նվազագույնը իմ անունից կարող եմ ասել, որ իմ կարծիքը դա ընդհանրապես սուբյեկտիվ ճաշակի կարծիք է եւ դա անգամ հասկանալով ես միաժամանակ կարևորում եմ այն, որ այդ ալիքները հսկայական ներդրում են ունեցել վերջին տարիների ընթացքում, որպեսզի սպորտի մասին ինչ որ մակարդակում խոսվի, ինչ որ իվենտներ իմանան, որ եթե ուզում են լուսաբանվեն, ապա պետք է գնան այս ուղղությամբ կամ այն ուղղությամբ, բերեն այս կամ այն որակը, այս կամ այն ձևաչափային լուծումները, որոնք արդեն որպես լուծող ընկերություն հեռուստաեթերում հանդես էր գալիս Fast TV-ն։ Հիմա այդ ամենը դրվելու է շատ մեծ, գլոբալ հարցականի տակ։ Ցավոք սրտի դա գլոբալ շատ լուրջ խնդիր է հայկական սպորտի մասին, սպորտային ալիքների փակվելը եւ այդ ծավալը բացը փակելու մասին չխոսելը էլ ավելի մեծ խնդիր է, թե ով ինչ կանի, ով ինչ կասի, հուսամ սրանից հետո եւ հետայսու ինչ որ մեկ ինչ որ պարզաբան մանփանդես կգա կամ ինքը գոնե հենց ինքը հեռուստաընկերությունը կասի, արդյոք կան պարտավորություններ այս կամ այն կետերում, անելիքներ այս կամ այն կետերում, պատճառների մասին կխոսի, թե ինչու նրանք հասան հանգեցին այս կետին, երբ նրանք փակման եզրին են։ Ես չեմ խոսում այնտեղ իհարկե սեփականատերերն ու մնացած մարդիկ պետք է մտածեն, մտահոգվեն, թե ով էր կամ երաշխավորել, հնարավոր է ինչ որ մեկը ասել էր, որ Հայաստանում հնարավոր է ապահովել եթեր սպորտային կոնտենտով միայն եւ դա ոչ միայն կապահովի ինչ որ մի փուլից սկսած սեփական ծախսերը, այլ նաև անգամ եկամուտ կգեներացնի, ենթադրում եմ դա տեղի չի ունեցել եւ այնտեղ շարունակաբար գումար է մտնում եւ գումար դուրս չի գալիս։ Կարճ ասած, այս եւ այլ հարցերի պարզաբանումների ակնկալիքով նաև հույսով, որ այդուհանդերձ մենք ինչ որ ֆորմատով մարզական եթեր կունենանք եւ դրանից որևէ կերպ հեռարձակումները չեն տուժի, հուսանք անգամ որ ավելի լավը կդառնա, չնայած նման լուրի դեպքում մեղմ ասած ավետիս չէ, գույժ է եւ գույժը լսելիս չես կարող հույս ունենալ, որ մի բան էլ ավելի լավ կլինի, բայց նոր տարին հենց նրա համար է, որ նոր հույսեր ծնի, հուսանք եւ լցվենք հավատով, որ ամեն ինչ լավ կլինի։ Այս շաբաթվա համար առանձնացրել ենք այսքանը Բուն TV-ի եթերում սպորտ ոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումներ տաղավարում ձեր համար աշխատեց Գևորգ Ղազարյանը։